Գոյամարտ սերիալում իրադարձությունները մտնում են նոր ու շատ վտանգավոր փուլ։ Եթե մինչ այս հակամարտությունները հիմնականում կապված էին անցյալի գաղտնիքների ու ընտանիքների թշնամանքի հետ, ապա հիմա ամեն ինչ դառնում է շատ ավելի անձնական, հոգեբանական և նույնիսկ մռայլ։ Դիանա Գրիգորյանը սյուժեն տանում է այն ուղղությամբ, որտեղ հերոսները սկսում են կորցնել վերահսկողությունը սեփական զգացմունքների վրա, իսկ որոշումները ընդունվում են ոչ թե սառը հաշվարկով, այլ ցավով, խանդով ու վախով։ Լեայի վերադարձը տուն առաջին հայացքից պիտի հանգստացներ իրավիճակը, թվում էր Հունանը վերջապես պիտի հանգստանա, որովհետև դուստրը վերադարձել է, բայց իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Հունանի կատաղությունը միայն աճում է, սա շատ կարևոր հոգեբանական պահ է նրա կերպարի համար։ Հունանը հիմա իրեն լիովին անկյուն քաշված է զգում, նա տեսնում է, որ կորցնում է վերահսկողությունը նույնիսկ սեփական ընտանիքի վրա։ Լեան այլևս իրեն փոքր աղջիկ չի պահում, Լեոն բացահայտ հակադրվում է իրեն, Էռնան կործանված է, Գրիշոն դուրս է իր վերահսկողությունից, իսկ Իննան արդեն բացահայտ սպառնում է հեռանալ։ Այդ ամենը Հունանի ներսում վերածվում է ագրեսիայի։ Եվ հենց այդ ֆոնին էլ նա Գրիշոյին ասում է, որ Մանանին պետք է բերի իրենց տուն ու ամուսնանա նրա հետ։ Առաջին հայացքից սա կարող է թվալ սովորական ցանկություն որդուն ընտանիք կազմած տեսնելու, բայց շատ հեռուստադիտողներ հասկանում են, որ այստեղ ավելի խորքային ու վտանգավոր բան կա։ Հունանը երբեք պարզապես ընտանեկան երջանկության համար քայլեր չի անում։ Նա միշտ ունի իր հաշվարկը։ Ու հենց այդ պատճառով էլ հարց է առաջանում, ինչու է նա այդքան ուզում, որ Մանանը մտնի իրենց ընտանիք։ Կան մի քանի շատ հետաքրքիր տարբերակներ։ Հնարավոր է Հունանը հասկացել է, որ Գրիշոն իսկապես սիրում է Մանանին և փորձում է այդ սիրով վերահսկել որդուն։ Մանանը կարող է դառնալ այն մարդը, ում միջոցով Հունանը կարողանա ազդել Գրիշոյի վրա, ինչը քիչ հավանական է, բայց նաև այլ մութ տարբերակներ կան։ Մանանը Դավիթ պապի ընտանիքի անդամ է, եթե նա դառնա Հունանի հարսը, ապա դա կնշանակի, որ երկու պատերազմող ընտանիքները կապված կլինեն իրար։ Հունանը գուցե փորձում է այդ կերպ թուլացնել նրանց դիմադրությունը, ներսից կոտրել ընտանիքը։ Սա շատ նման է Հունանի մտածելակերպին՝ մարդկանց ոչ թե սիրով, այլ կախվածություններով իրար կապել։ Միևնույն ժամանակ Իննայի գիծը դառնում է ավելի ուժեղ, նա վերջապես հասել է այն կետին, երբ այլևս չի պատրաստվում լռել Լեայի նկատմամբ Հունանի կոպիտ վերաբերմունքը նրա համար արդեն անընդունելի է։ Իննան շատ լավ հասկանում է, որ Հունանն իր սեփական ձեռքերով քանդում է ընտանիքը։ Եվ հենց այդ պատճառով նա սպառնում է ամուսնալուծությամբ։ Սա շատ լուրջ քայլ է, որովհետև Իննան այն կինն է, ով տարիներով փորձում է հավասարակշռել ընտանիքը, հանդարտեցնել կոնֆլիկտները, փրկել երեխաներին հոր ծանր բնավորությունից, բայց հիմա նույնիսկ նա է հասկանում, որ այլևս հնարավոր չէ ապրել նույն կերպ։ Հունանի համար սա կարող է դառնալ ամենամեծ հարվածներից մեկը, որովհետև նա սովոր է, որ մարդիկ մնում են իր կողքին անկախ ամեն ինչից, իսկ հիմա առաջին անգամ իր ընտանիքն է սկսում քանդվել իր աչքի առաջ։ Լեայի գիծը նույնպես շատ ծանր փուլ է մտնում։ Շատ հավանական է, որ նա որոշ ժամանակով հեռանա, դա տրամաբանական զարգացում է թե սյուժետային, թե հոգեբանական առումով։ Լեան հիմա հոգեպես ամբողջությամբ կոտրված է, նա սիրում է Լեոյին, բայց իր ընտանիքն ու հատկապես հայրը վերածվել են մշտական ճնշման աղբյուրի։ Նրա հեռանալը կարող է դառնալ փորձ փրկելու ինքն իրեն այս քաոսից, բայց ամենաինտրիգային զարգացումը իհարկե Մանանի հարսանեկան կադրերն են։ Համացանցում հայտնված կադրերն իսկական պայթյուն առաջացրեցին հեռուստադիտողների շրջանում։ Շատերը հիմա հարց են տալիս, արդյոք Մանանն իրոք ամուսնանում է Գրիշոյի հետ։ Եթե այո, ապա սա լինելու է սերիալի ամենահակասական ու ամենացավոտ հարսանիքներից մեկը, որովհետև այստեղ սերը խառնված է ցավի, մեղքի ու ատելության հետ։ Մանանը սիրում է Գրիշոյին, բայց նա չի կարող մոռանալ, որ հենց այդ ընտանիքի պատճառով իրենց կյանքը կործանվել է, իսկ Գրիշոն որքան էլ փոխված լինի, իր անցյալից փախչել չի կարող։ Շատ հնարավոր է, որ հարսանիքը վերածվի մեծ դրամայի։ Կարող է ինչ-որ մեկը փորձի կանգնեցնել այն, կարող են բացահայտվել նոր գաղտնիքներ, կամ հենց Մանանը վերջին պահին հասկանա, որ պատրաստ չէ այդ քայլին։ Հնարավոր է նաև, որ Դավիթ պապի արձագանքը դառնա ամենաուժեղ պահերից մեկը։ Նրա համար Մանանի ամուսնությունը Գրիշոյի հետ հավասարազոր է ընտանիքի վերջին կոտրմանը, բայց կա նաև մեկ այլ շատ հետաքրքիր տարբերակ։
Հարսանեկան կադրերը կարող են լինել ոչ թե իրական հարսանիքից, այլ ինչ-որ ծրագրված քայլի մաս։ Գոյամարտում արդեն բազմիցս եղել են իրավիճակներ, երբ ամեն ինչ առաջին հայացքից մի բան է թվում, բայց իրականում լրիվ այլ իմաստ ունի։ Այս պահին սերիալում գրեթե բոլոր հերոսները կանգնած են ճակատագրական շրջադարձի առաջ։ Հունանը կորցնում է ընտանիքը, Իննան պատրաստ է հեռանալ, Լեան հոգեպես փլուզված է, Լեոն շարունակում է պայքարել սիրո համար, իսկ Մանանը կարող է անել այն ընտրությունը, որն ամբողջությամբ կփոխի բոլորի կյանքը։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել շատ ծանր ու հուզական, իրոք տեղի կունենա Մանանի ու Գրիշոյի հարսանիքը, ինչ պլան ունի Հունանը Մանանի հետ կապված, կհեռանա Լեան երկրից և արդյոք Իննան իսկապես կբաժանվի Հունանից։ Մի բան արդեն ակնհայտ է, Գոյամարտում սկսվել է այն փուլը, որտեղ սերն այլևս երջանկություն չի բերում, այլ դառնում է ամենավտանգավոր փորձությունը։